Մենք ենք այս քաղաքի տերերը եւ մեր քաղաքանախաձեռնության անդամները, որոնց միացել են բնապահպաններ, ազգային ժողովի падգամավորներ, իրականացնում են հերթական ակցիան Մաշտոցի այգում իրականացվող շինարարության դեմ։ Այսօրը շարունակվել է օրեր առաջ սկսված ստորագրահավաքը, որով քաղաքացիները իրենց բողոքն են արտահայտում այգու այսօրվա վիճակի վերաբերյալ։ Ակցիային միացած падգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Անահիտ Բախշյանը կիսում են երիտասարդ ակտիվիստների բողոքը։ Պետք է հետևողական լինել եւ կանխել Մաշտոցի այգում իրականացվող գործողությունները, որոնք տեղի են ունենում օրենքի խախտումներով, հայտարարում են ազգային ժողովի ժառանգության եւ ՀՅԴ խմբակցության անդամները։ Մենք պիտի մեր հանրային ընդվզումով չթողնենք, որպեսզի դեռևս 70-ականներից հղացված այս օղակաձև զբոսայգին, որը մեր համար հանրային տարածք էր, կանաչ տարածք էր, քաղաքաշինական լուծում էր, ճարտարապետական լուծում էր, պարզապես անհանդուրժելի է, որ նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքների խախտումով է կատարվել։ Մենք ձեզ հետ միասին բոլորս, մեր քաղաքացիական հասարակությունը, այս իր իրավունքը պիտի իրացնի ամբողջությամբ եւ համառորեն, հետեւողականորեն ու պահանջի վերականգնելու այս տարածքը, որը 2007 թվականի Երևանի հաստատված կառավարության կողմից հաստատված հատակագծով կանաչ գոտի է ճանաչվել։ Ի տարբերություն նախորդ ակցիաների, այս անգամ նախաձեռնության մասնակիցներն իրենց պահանջի մեջ համառ գտնվեցին։ Ուր են փաստաթղթերը, որոնց հիման վրա տեղի է ունենում շինարարությունը։ Հարց ու պատասխանը կողմերի միջև անցավ թեժ մթնոլորտում։ Ուր է ձեր շեֆը։ Ո՞վ է ձեզ ցույց տվեց գործանել։ Օրինական թուղթ տուրենցի, հենց հիմա։ Գորալով չի այդ հարցը լուծում։ Դարիքը թարգում եք, չեք խոսում չի շագում որ կարաս գորաս։ Դուք եք գորա։ Կաննացեք հենց հիմա այդ գործը։ Շեֆը դուք պիտի բերեք, դուք եք աշխատում։ Ոչ փաստաթուղթ ունեն, ոչ բան, անօրինական չի։ Իհարկե անօրինական։ Մենք էլ ասում ենք դադարացնեն, այդքան բան։ Իրենք անօրինական են անհայտել, չի պատասխան տան։ Մենք գնանք շեֆը կա, մենք խնդիր չունենք իրանց։ Օրինական գործ արա, երբ որ օրինական կլինի։ Ես չեմ կարծում իրանց ներածնենք։ Երրորդ կողմը եւս ներկա էր։ Խոսքը ոստիկանների մասին է։ Տեղի շինարարներից պահանջում ենք օրինական փաստաթուղթ, որը չունեն, ցուցանակ, որը չկա։ Հիմա իրանց ղեկավարներին խնդրենք, թող մոտենան։ Ղեկավարներին խնդրում ենք, չեն գալիս, չեն մոտենում։ Եթե Ու մինչև ոստիկանները կգան շինարարները գործիքները հավաքեցին։ Սա պատ է խորհրդանշում, դիմադրության պատ ու նաև միասնականություն, որ միասին ենք հաղթող ենք։ Կոնկրետ այս ակցիայի մասին, հետո այսօր արդեն գիտեք, որ շինարարությունը դադարեցրեցինք։ Չէր պետք է դադարեցնել եւ պետք է վերանայել։ Մի հատ նայեք հիմա ծառերին, եթե մոտենաք նկարեք, արմատները ամբողջ վնասված են կողքերը։ Այսինքն դա միայն տեսքի համար են թողած այդ ծառերը, չորանալու են։ Դիմադրության պատը որքան ժամանակ կանգուն կմնա, պարզ չէ, թեև ցանկություն ունեն այն երկար պահելու։ Մենք այստեղ պետք է մնանք, մինչև իրանց տերերը կան, մի հատ հասկանանք։ Եվ այսօր պետք է այս լուծում տանք էլի այս հարցին, այդքան բան։ Եթե տերերը մի քանի օր չկան պատրաստվում։ Իհարկե կմնանք, իհարկե։ Հա, միանշանակ կմնանք, իհարկե, ինչի մասին է խոսքը։ Տիգրան Մկրտչյան, Սերով Չերչիկյան, Ազդարար։